Գներեք ընկերներ, գներեք, որ սիրուն չէ հետևի ուղիղ եթեր մտնել, բայց բարև ձեզ, լավ, ոնց որ ընդդիմությունը ընդունեց իր բարդությունը Նիկոլի խաբեբայությամբ, գերձարարությամբ, ընդունեց, հաջորդ 5 տարին ոնց է լինելու մեր քերիների վերադարձը, ոնց է լինելու Բաքվի բանդերում մեր ղեկավարության վերադարձի հարցը, ոնց է լինելու ընդհանրապես 5000 տարի այդ հողի վրա ապրած մեր հայության, արցախահայության իրավունքների պաշտպանությունը վերադառնալու են, թե վերջ, ինչպես Նախիջևանն եք կորցրել այսօր, ինչպես Արևմտյան Հայաստանն եք կորցրել այսօր, այդ ճակատագիրը կնկվելու է ու փակվելու է այդ էջը։ Ես գիտեի, որ հավատում էի, որ եթե ընդդիմությունը հաղթեր, Ղարաբաղցի մեր քույրերի, եղբայրների վերադարձը հետապնդվելու է միջազգային ադյաններում։ Այսօր նորից Նիկոլը ընտրվեց, Ադրբեջանում ցնծում են, ցնծություն է, ուրախություն է, Նիկոլը ընտրվել է։ Դուք պատկերացնում եք այդ ադրբեջանցիները ինչ օրն են գցել մեր Ամարասի վանքը, Տատեի վանքը եւ այլն, մեր վանքերը, մեր հերոսների շիրիմները, եղբայրական գերեզմանին Ստեփանագերտ, ինչ վիճակում է, Ղազանչեցոց եկեղեցին ինչ վիճակում է, այս ամեն ինչը մոռացվելու է, Թուրքին ճանապարհ ենք տալու հաջորդ 5 տարին, Թուրքից բենզին գազ ենք վերցնելու, Թուրքից ծորեն ենք վերցնելու, հայ գյուղացին եմ օրն ենք գցելու, որ ինչ կան էլ աշխատի, հոգնի, արյուն կրդինք տապի այդ հողին, իր ստացած բերքը ավելի էժանով Թուրքիայից ու Ադրբեջանից են բերելու, հայ գյուղացին էլ հողի մշակ չի լինելու, ես չգիտեմ, ես ուր ենք գնում, ամենաահավորը ընդդիմության հանդուրժողականությունն է, որ հանդուրժում է Նիկոլի դվյալներին, ես ինքս խաբված հեղափոխական եմ զգում, աշխարհի վրա չկա ավելի վատ բան, այն մարդը, որ մի գաղափարի, վեհ գաղափարի կնվիրվի ու կտեսնե, որ դավաճանվեց ու այդ վեհ գաղափարը ոչնչացրին, կյանքդ տաս, արյուն կրդինք տաս, մեկը դենաս, որ դա քեզ միան օգտագործել են այդ վեհ գաղափարի համար եւ դու խաբված հեղափոխական ես, խաբված մարդիկ ես, խաբված զոհաբերված գառնուկ ես, ուր ենք գնում, 5 տարի էլ ես չեմ դիմանա, ոչ առողջությունս կների, ոչ նրվերս կների, շատ եմ մտել ուղիղ եթեր, քյուրով, կաֆարով խոսել եմ, եթե այս ասկը, եթե այս ժողովուրդը չի հասկանում, չնայած հասկացած է, այսօրվա դրությամբ ես ավելի ընդդիմության եմ մեղադրում, եթե ընդունի արհեստական գերձարարությամբ հորինված իր բարդությունը։ Չի կարելի։ 5 տարի էլ Նիկոլի իշխանության ներքև
Հայաստանը կոյադևե, ես չգիտեմ ինչ օրի գահասնենք։ Ինչ օրի գահասնենք, մեզ ուր գտանի, որ ուղղությամբ գտանի, հաստատ միան անտուն տադանելու, միան Հայաստանին թուլացնելու է, միան Հայաստանի թշնամիները շատացնելու է, մայմունությունը ջամբազությունը, այսպես բարանների վրա խաղալ, ֆռռալ, ջամբազություն, ինչ կասեն, այդ հայերեն պարը մորացա լավ, բարանների վրա խաղացող, դարախաղաց մարդկանց, ինչքան վստահ ենք մենք մեր կյանքը, ինչպես ենք պատկերացնում մեր աբական հետ այս Եվրոպա, Եվրոպան ինքը զուգարանի թուղթ պետք ունի, Հայաստանում լավ զուգարանի թուղթեր կա, ուղարկենք Եվրոպա, իրենց կամակը թող մաքրեն, իրենց երկրների պրոբլեմները թող լուծեն։ Եվրոպային պիտի վստահեն։ Ռուսաստանին վստահում եք, չեք վստահում։ Հիմա էլ ասում է Նիկոլը, Եվրոպա չենք գնում, ես պայմանությունները, ինչքան մեզ մունիպուլացնեն, ինչքան մեզ շահագործեն, ես հոգնել եմ, անգերձ եմ ասում, ես հոգնեցի, դարիներով երիտասարդներ եմ դաստիարակել, հայրենասիրություն եմ սովորացրել, գնացին զոհվեցին այդ երեխեքը, մեծահասակներին դարիներով բացատրեցի, սովորացի, փորձեցի աչքերին բացել, իրենց հոգու աչքերը բացել, չի սովորեցի, ես վիճակը, վիճակ չի, ես չեմ գարձեր, չեմ հավատում, որ հաջորդ 5 տարին մեր ժողովուրդը էլ գտիմանա, իսկ դավաճանները ոնց ուզում են Հայաստանը ժարիդ են անելու, մեկ էս կողմ, մեկ են կողմ ժարիդ են անելու, ու թուրքի պայ ենք դառնալու։ Շնորհավորում եմ ձեր ընտրությունը, եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը այդքան ցայն ստացել, շնորհավորում եմ ձեզ աղմաղ դխմար հայեր։ Իսկ եթե չի ստացել այդքան ցայն, ովքեր ընդունում են այդ գերզարարությունը, ասում են գնացեք գրոհի ծոց, ուրիշ բան չունեմ, ինձ մնացել է 15 տարի կյանք, թողեք հանգիստ ապրեմ, 50 տարի ասկիս հայրենիքիս համար նվիրվեցի, զենք եմ բռնել, Լիբանանից մինչև Հայտարի զինվոր, Ղարաբաղից մինչև Հայաստան, հերիքա, 64 տարեկան, 15 տարի, դրակի 20 տարի կյանք, կամ 89-ին եմ մեռնելու, կամ 85-ին, թողեք հանգիստ ապրեմ, գնացեք դուք պայքարեք էլ, 50 տարի, զինվորական լինեի բանակի մեջ, չգիտեմ ինչ հարկանքներով, ինչ մեդալներով, ինչ ուսաթիրներով, ինչ թոշակի գուղարկեին, ես իմ բարդականությունը արել եմ, բերեցի, երիտասարդությանս ամենալավ տարիները, նվիրեցի ասկիս հայրենիքիս, ղադրը չիմացակ, ինչպես կարեկին նշտեն ասում, մի օր ինձ կպնդրեք, չեք գտնի, առա հայտ կեզ հայ ժողովուրդ, մի օր կպնդրեք ու չես գտնի ինձ, աբերախտ ժողովուրդ, ինչ ուզում եք արեք, վաստակել եմ գդորմը հող, իմ կլխից միջև ոտքերից չապ հող, գերապլուրում, ուզում եք ամպոչը, Ռայոնները դվեք Թուրքին, հանցնեք, միան այդ երապլուրում իմ վաստակած հողը չի հանցնեք, լավ մնացեք։